Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը բարելավել է եւ 2026 թվականի ապրիլի 1-ից 10,000 դրամով բարձրացված թոշակով նրանք կարող են 5 անգամ Գյումրիից Լեռնակա ճամփորդել։ Ընդդիմությունն ընդգծում է, որ նման կոսմետիկ փոփոխություններն իզորու չեն բարեփոխելու տարեց քաղաքացիների կենսամակարդակը, հաշվի առնելով երկրում տիրող գնաճի բարձր մակարդակը։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով վերջին 1 տարվա ընթացքում սննդամթերքների գներն աճել են 3-ից 5%-ով, մասնավորապես ձվի գինը 30%-ով է ավելացել, մսինը թանկացել է 15%-ով, կաթնամթերքը 12,8%-ով։ Armenia Today-ը Երևանում հարցում է անցկացրել թոշակառուների շրջանում, հետաքրքրվելով, արդյոք իրենք համաձայն են Փաշինյանի իրենց կենսամակարդակը բարելավելու մասին արված հայտարարությունների հետ։ Ինչպես գնեմ, եթե այդ տոմսը դու գնես, դու վիզայի գումար հետո պիտի հատկացնես, կամ այնտեղ կացության գումար պիտի հատկացնես, կամ այնտեղ պիտի ինչ-որ բան ուտես, միտեղ գնաս, գնում ես ինչ անես, ուղղակի այն ինքնաթիռի մեջ մնացած ֆիլմի հերոսի նման գնաս, գաս, ասես հա, կարևորը գնացի։ Իսկ այդ ամենը մեծ գումար է, թոշակառին ոնց իրեն թույլ տա։ Իհարկե դրական չեմ գնահատում, ընդհանրապես չեմ սիրում, ով ուզումա լինի, եթե անում են անհիմն հայտարարություն, տան անդամս լինի, պետության ղեկավարը լինի, չեմ ընդունում, լուրջ այդ ամենին արդեն չեմ վերաբերվում։ Այդ բարձրացումը հա բան է, բայց դա ինչ բարձրացում։ Հա մի քիչ բարձրացել է, բայց դե մեր մոտի թոշակառունի 50-60 հազար դրամով կարան ապրեն։ Մի կեփ, եթե չոքնես, հիմա մայրս թոշակառու է, բայց եթե մենք կողքից չոքնենք, բնականաբար ինքը չի կարա մենակ իր թոշակով ապրի։ Ասում են կարող են Լեռնակա գնալ հանգստանալու։ Կարողանան, ինչ ասեմ։ Թոշակառու կա կարում է կուտակի։ Ոչ, որովհետև ամեն ինչ վատերվը շատ թանկացել է, սկսեմ դրանից, 10,000 ինքը ավելացրել է, բայց ամեն ինչ այնքան թանկ է, որ հնարավոր, ես չգիտեմ, և ինքը, ես չեմ հասկանում, թե ինքը ոնց է մտածում, ինչ ասում իր կապիկություններով, իր կնոջ հետ միասին, խաբելով, սա թոշակի բարձրացում չէր, սա ուղղակի կաշառք էր, որ իրեն նորից ընտրեին, բայց մարդիկ հիմար չեն։ Ներողություն, եթե գաղտնիք չի տիկին, ձեր թոշակը որքան է եւ հիմնականում ինչի վրա եք ծախսում, հնարավոր է այդ թոշակից։ Ես ծախսում եմ ուտելիքի վրա։ Հնարավոր է տնտեսեք հանգստի համար։ Իհարկե ոչ, ծաղրում եք դուք ինձ։ Իրանից ուրիշ հիմարություն լսել կլնի, մենակ այտենց դատարկ բառադի խոսակցություն են կանին, մի հատ խելքը գլխին բան կասի, չի ասի, շատ վատ են վերաբերում, այդ որդ է գրած, քանիսով էր, 900 դրամ, 900 դրամով ստեղից Լեռնակա է տաս, 900 դրամով ստեղից այրոպորտ չես կարում է տաս, որդեղից ընդեի տաս։ Ես չեմ լսե վարչապետի հայտարարությունը, չեմ հետաքրքրվում, ոչ քաղաքականությամբ, ոչ էլ երկրի անցուդարձով, որովհետև գտնում եմ անիմաստ, ով է մեզ շան տեղ դնում։ Դե մեր թոշակառուները գտնում են ամենացածր մակարդակի վրա, որ օրական հացի կարոտ են, այսպես ասած։ Եթե ասենք միայնակ են մնում, դա սարսափելի է։ Մարդկանց վիճակը պետք է հասկանան նրանց գնողունակությամբ։ Մարդ 50 տարի, 60 տարի աշխատում է, ստանում է չնչին գումար, որը իրան չի բավարարի անգամ մեկ շաբաթ ապրելու համար։ Դրա համար ոչ թե պետք է ինչ-որ պրոպագանդա բան եւ այլն, շատեր ասում են թոշակը չի բարձրացում, թոշակը չեն կարա բարձրացնեն, որովհետեւ դու տնտեսություն չունես, քո տնտեսությունը գտնվում է այն ամենացածր մակարդակի վրա։ Որպեսզի թոշակ բարձրացնի դու պետք է արտադրություն ունենաս, ավելյալ արդյունք ստեղծես, որպեսզի մարդկանց կարողանաս բավարարել այդ ամենաչնչին գոնե այս 10,000-ը որ բարձրացրել են դա միֆ է։ Որտեղից է դա բարձրացել, եթե քո բյուջեով հաստատված բանում չկա այդ գումարը, հետևաբար այդ գումարը որպեսզի մեզ տա, նա պիտի կտրի առողջապահությունից, կրթությունից եւ այլն եւ բոլորը բյուջետային կազմակերպությունից, որ իսկ դա ինչ է բերելու է նաեւ այդ ճյուղերի հետագա վիճակի վատացում։
Ոչ, 100%-ով ոչ։ Որ միսի գինը դարել է 4300, հա թոշակառուն 10000 դրամ ավելացրել է, լավ է արել։ Հա, այդ փողը ինքը թոտանի իրան երեխեքին տա։ Մենք կարիք չենք զգում, որ ամեն ինչն է հիմա թանկ է։ Թոշակառուն ոնց ապրի։ Մենք արդյոք ռեալ չի, 500 դրամ տոմսը ոնց է։ Որտե՞ղ են վաճառում այդ տոմսերը։ Օնլայն, հա։ Գնամ առնեմ մի քանի։ Ես գները չգիտեմ, երկրորդն չեմ պատրաստվում միտեղ գնամ։ Չեմ հավատում։ Էլի առայժմ լավ, առաջվանից լավ է։ Ծայրահեղ։ Խոսք չկա ասելու։ Ինչին է բավականացնում ձեր թոշակը։ Ոչինչին։ Չեք կարող մեկնել հանգստի։ Չէ։ Ոչ։ Ինչու եք այդպես կարծում։ Գումարը քիչ է։ Բայց թոշակները բարձրացվեցին մի քանի անգամ։ 10000 դրամ։ Դե նայեք։ Թոշակը 36000 էր, հիմա 46 է։ Դա շատ քիչ է։ Հիմնականում ինչի վրա եք ուղղում, եթե գաղտնիք չի թոշակը։ Ինչի վրա։ Ինչի վրա եք հիմնականում սպառում։ Կոմունալ եւ մի թեթև սննդամթերք։ Դեռ չենք Օրինակ ոստիկանությունը որ թոշակի անցնում, մոտ 150000 դրամ է ստանում թոշակը։ Դա նորմալ է։ Ես ծանր աշխատանքի եմ եղել ջայլ ժամանակ։ Տրանսպորտ եմ վարել քաղաքային բարձր աշխատավարձով 600 ռուբլի, 700 ռուբլի, բայց չեն հաշվի չեն առել։ Բացարձակ բարել լավ չի, ես կասեի ոչ։ Երևանում էլ չի բավականացնի, որովհետև թոշակը բարձրացրեց 10000-ով, բայց խանութ մտել են, տեսնեն ինչքան են թանկացել։ Չի կարելի ասի, որ լիովին ապահոված են։ Գները այնքան թանկացել է, որ այդ տված հավելումը որ տվել են, տարբերություն չկա։ Տային թե չտային։ Տեսնում եք, որ ամեն ինչը լավ է։ Թոշակները բարձրացրել են։ Նախ մենք այդ թոշակների վրա հույսել չունենք, բայց փառքասու ամեն ինչ լավ է գնում։ Դե բնականը համաձայն չեմ, ճիշտ է, ավելացրեցին թոշակները, բան չունեմ ասելու, բայց անվանական թոշակը եկամուտը դեռ ռեալ եկամուտից շատ հեռու է։ Իհարկե համարում։ Եվ դեղորայքն է անվճար, եւ իրահատություն այ շուտով պիտի գնամ, հենց նոր բժշկի մոտից եմ։ Ձեզ առողջություն։ Մերսի, շնորհակալ եմ։ Դե չի երիքի ոնց կա երիքի։ Եթե թոշակ եմ բարձրացնում, այդ արդեն վատ է, որովհետև թանկացումներ ալնելու։ Այդքանը հասկանում ենք ազիջի։ Բարձ չի բավականացնում։ Լիովին ոնց կարող է բավարարվի, երբ որ նոր են սկսել այդ շատ գեղեցիկ, շատ ողջունելի գործարքը, որ ապահովագրությունը կա։ Ինչ-որ չափով, իհարկե, օգնությունը։ Եթե տանվարձ մուծենք, շատ դժվար կլինի, բայց մի կերպ ասաննդին կարելի է միջին չափով բավարարել։ Գիտեք ինչ կանում, եթե մենակ թոշակառու է, միայն թոշակառու, շատ դժվար է, բայց եթե թոշակառուն ընտանիքում է ապրում, տղա, երեխա եւ այլն, կին թեկուզ եւ երկուսի թոշակ իրար ծերին կկապնի։ Իմ թոշակը 80000 դրամ է, դա բացառում է։ Հանգստի մասին խոսք չկա, այստեղ ապրելու մասին է խոսքը։ Հետո թոշակառուի հանգիստը որն է։ 80 տարեկան մարդը ինչ ինքնաթիռ նստի, ինչ գնաց նստի, ինքը պետք է գնա իր թորներին պահի դաստիարակի։ Դե մինչև հիմա ես ստացել եմ 45000, բայց հիմա ավելացում չեմ իմանում։ Ինչի վրա եք հիմնականում ծախսում ձեր թոշակը։ Իմ դեղերի վրա, ուրիշ ոչ մի բան։ Չի բավականացնի, որ հանգիստ պլանավորեք։ Չի հնարավոր չի, դեղեր այնքան դեղ եմ ես խաղում, 3-4 անգամ օպերացիա հետապեմ։ Անբավարար։ Ինչու եք այդպես կարծում, հայրիկ ջան։ Այդ թոշակառուին որ փող են տալի, այդ փողը ցույց են տալի զամբյուղը ապահովում է, թող մի հատ հավիմատեն իրան զամբյուղի հետ։ Ձմեռը մարդիկ միայն կոմունալին այդ թոշակով չեն կարում փակեն։ Լուծվաշի բավարարված չի եւ դժգոհ ենք, այդ 10000-ը ոչինչ չի նշանակում։ Ինչին է բավականացնում տիկին ձեր թոշակը։ Մի 5-6 օր սիթի մտնեք, վերջանում է թոշակը։ Ուրիշ ոչինչ չես կարողանալ անել։ Կարող ես մուծումներ անես։ Մանավանդ ձմեռը։ Կարելի է
կարելի է հագուստ առնել գեղեցիկ։ Ոչինչ չենք հասկանում այդ թոշակը։ Եթե կողքից օգնող չունես, շատ դժվար է։ Մինիմալ սննդին, մինիմալ, միայն կոմունալը չհաշված։ Հանգստի մասին ավել։ Վայ, ինչ եք ասում, լավ է։ Ձերքից դուրս, ահավոր, շատ վատ։ Խոսք չունեմ ուրիշ ասել։ Ներողություն, ձեր թոշակը ինչի է բավականացնում։ Որտով ման Չէ, մինիմալին է, բացի դրանից ես որոշ, կարևոր չի, շատ ցածր է, այն բանով, որ ես ամբողջ կյանքս աշխատել եմ, եւ երկար ստաժ ունեմ, եւ ու համեմատած ուրիշ երկրների հետ, որտեղ ես եղել եմ գործուղման, ահավոր վատ։ Ձեր թոշակով կարող եք հանգիստ պլանավորել Հայաստանում։ Հայաստանում նայած ինչ եք համարում, առաջուց որոշեք հանգիստը որնա, լավը որնա, գերազանցը որնա։ Դե 2 շաբաթ տարիքով ենք, ուրեմն պետք է միտեղ գնալ, ասես կաղալով չգնալ, մեքենա նստել։ Դու կարճ ասած մինիմալը։